Այստեղ տեղավորված է երկու դասարան, առաջին և երկրորդ դասարանը։ Այսպես ենք հարմարեցրել դասասենյակները, այստեղ պատ ենք մոնտաժել, մեծ դահլիճ էր, հարմարեցվել է շենքը, որպես ուսումնական հաստատություն, խնդրեմ։ Նախկին գյուղապետարանի ներկայում գյուղի վարչականի շենքը թեթևակի վերանորոգել են, միջնապատերով դասասենյակներ առանձնացրել։ Հարմարեցումներ են արել ու ստեղծել 9 դասասենյակ։ Դեռ 2 տարի գյուղի դպրոցի 191 աշակերտ այս պայմաններով է դասեր անելու։ Դեկտեմբերի 10-ից արդեն մենք դասապրոցեսը իրականացրել ենք գյուղապետարանի շենքում։ Ճիշտ է, շատ դժվար էր 190 աշակերտներ տեղավորել այս փոքրիկ շենքում, բայց ինչևէ բարենպաստ պայմաններ ստեղծվել են դասապրոցեսը իրականացնելու համար։ Ոչ մի օր դասերը չեն տուժել, որովհետև մենք այդ ամբողջ աշխատանքը կատարել ենք դասերից հետո։ Այն ինչ որ պետք է եղել տեղափոխել ենք դասերից հետո, մի անգամից չէ, բայց քիչ-քիչ հարմարվեցինք արդեն։ Մի փոքր նեղվածք է, երկու հերթով ենք աշխատում, բայց համենայն դեպս կոմպակտ դասարաններ են եղել, հարմարավետ, չենք նեղվում։ Վարչական կենտրոնը 191 աշակերտի համար փոքր է, երկրորդ կիսամյակից դասերը երկերթ են կազմակերպում։ Սարատակի վարչական ղեկավարն էլ իր մի քանի աշխատողով տեղափոխվել է այլ տարածք, նախկին մշակույթի տան շենք, որը երկար տարիներ չէր գործում։ Սա հին դպրոցի տարածքն է, 70-ականներին կառուցված տիպային շենքը պահել հնարավոր չի եղել։ Շենքի արտաքին տեսքը ոչինչ չի ասել ներսի վատ վիճակի մասին։ Ամեն տարվա կոսմետիկ նորոգումները բան չեն փոխել վիճակի մեջ։ Ավելի քան 50 տարի առաջ կառուցված շինությունն ուներ վթարայնություն եւ շահագործման համար վտանգավոր էր։ Իրականում ինքը խնդիրներ կային, էլի, դպրոցը արդեն սեյսմակայուն չէր երևի թե, այս դպրոցը քանդելուց հետո նոր պարզվեց, որ բավականին անվտանգ պայմաններ չէր ստեղծվում դպրոցում։ Այն սովետական ժամանակներում հիմնականում ի նկատի չեն ունեցել այդ ամեն ինչը։ Դրանք կարող էր նախատեսված եղել, բայց քանդելու ժամանակ արդեն երևար միջպանելային մոնոլիտ տեղամասներ չկա, որը հիմա նախատեսվում է։ Սյուները, իսկ սյուները տաները կոշտության պատեր չունին, իսկ այս ժամանակակից դպրոցները հիմա ունեն այդ ամեն ինչը, որոնք համապատասխանում են սեյսմիկ նորմերին։ Խորհրդային շինարարության գործող կամ անտեսված նորմերի պատճառով եղան շենքերի ու շինությունների փլուզումները 1988-ին։ Գյուղի հին դպրոցի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունների արդյունքում է որոշվել շենքն ամբողջությամբ քանդել ու տեղում նորը կառուցել դպրոցաշինական նոր ստանդարտներով։ Մաշված շենք էր։ 15 օրվա քանդվել է այդ շենքը, 15 օրվա, լրիվ քանդվել, տարածքը մաքրվել է ու արդեն կատարել ենք նշահարումները, որից հետո սկսել ենք 4-րդ կորպուսից աշխատանքները։ Ուրեմն դրենաժային սիստեմ հավաքենք, կազմակերպենք, նոր շարունակենք մնացած։ Պետության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով եւ տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով մոտ 2 ամիս է հին դպրոցի տեղում շինարարներն աշխատում են։ Հողային եւ հիմնային աշխատանքներն ավարտել են, նոր դպրոցը դառնալու է կրթահամալիր 4 մասնաշենքերով։ Ուսումնական շենքից ու մարզադահլիճից բացի դպրոցն ունենալու է նախակրթարան, այն իր մակերեսով կրկնակի մեծ է լինելու նախկին շենքից։ Շինհրապարակը ընդգրկում է 4000 քառակուսի մետր տարածք։ Սիքսպես, կուկակ, էշտանդեղ։ Նախկին դպրոցը մինչև տեղ է այսպես։ Այդ կան տեղը տալիջներ։ Հա, կրկնակի իր տարածքով կրկնակ անգամ մեծ է։ Նոր դպրոցը եռահարկ է լինելու նկուղային հարկով, որը ծառայելու է նաև որպես ապաստարան։ Կառուցում են 288 աշակերտական համակազմի համար, այսինքն նախագծումներով մոտ 100-ով ավելի այժմյան աշակերտության թվից։ Կառուցապատման ծրագիրը ավարտվելու է 2 տարում, 2027 թվականին նոր գյուղը կունենա նորակառույց դպրոց։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։